Հայաստանի Հանրապետությունը այսօր բրենդ է, Հայաստանի Հանրապետության վարչապետը բրենդն է։ Կառավարության անցած տարվա ծրագրի քննարկումն այսօր ամփոփեցին պատգամավորները իրենց ելույթներով։ Վերջին խոսքը վարչապետին էր, մոտեցավ ամբիոնին եւ արձանագրեց. կրկին նախկիններ եւ ներկաներ բանավեճ դարձան, խորհրդարանական երրորդյա քննարկումները։ Բայց դժգոհ չէր Փաշինյանը, ասաց մի նոր շերտ է բացահայտել այս վեճից։ Այս քննարկումը նաեւ ակնհայտ դարձրեց եւ նրբություններ բացահայտեց, որ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրականում ճշգրիտ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցությունն է, որովհետեւ այն ինչ որ մենք այսօր անվանում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, որը հայտ է ներկայացնում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, դա ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիան է։ Այդ կոալիցիայի մեջ էր ԲՀԿ-ն, այդ կոալիցիայի մեջ էր Դաշնակցությունը, այդ կոալիցիայի մեջ էր Հանրապետականը։ Մինչև այս ամբիոնից ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց պատերազմ աղետներ բերող է եղել է հենց Նիկոլ Փաշինյանը եւ նրա վերընտրվելու դեպքում պնդեց նույնը կկրկնվի։ Եռագլուխ բառը երևի շփոթել եք, գոնե պետք է ասեք բազմագլուխ, որովհետեւ ձեզ հաջողվել է այս տարիների ընթացքում ճնշող մեծամասնության հասարակության դարձնել ընդդիմադիր եւ եթե այդ ճնշող մեծամասնությունը դուք հայտարարում եք, որ պատերազմի կուսակցության անդամներ են, ուրեմն փոխեք այդ թիվը, շատացրեք։ Փաշինյանը քննադատում էր ընդդիմադիրներին մարդկանց վիրավորելու համար, մեջբերումներ անում հակակոռուպցիոնի 3 հրապարակած ձայնագրությունից, որոնք վերագրվում են ընդդիմությանը։ Նախ են քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ժողովրդին անվանելով ժեխ, շունուշանգյալ, բոշա, այսինքն ստեղ իրանք ինչ են, մարտահրավեր են նետում, որ իրան ձայն տվող մարդը պետք է ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, շունուշանգյալ ու բոշա։ Քննադատելուն զուգահեռ Նիկոլ Փաշինյանն էլ նույն բառապաշարը օգտագործեց, չթաքցրեց առաջիկա ընտրություններին մասնակցող դերակատարներին անգամ որպես ընդդիմություն չի ցանկանում տեսնել խորհրդարանում։ Եթե ես հիմա ասեմ, գիտեք ինչ, կարող է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքը ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շունուշանգյալ կա, որ կարա իրանց օգտին կքվյարկի։ Իսկ Հայաստան խմբակցության պատգամավորները ընտրողներին հիշեցրին կառավարության 2021-26 թվականների ծրագրի մասին, թե Նիկոլ Փաշինյանը ինչ խոստումներ է տվել եւ ինչ պատկեր կա հիմա։ Արթուր Խաչատրյանի գնահատմամբ այդ երկու փաստաթղթերի միջև որևէ կապ չկա։ 2 օր առաջ խոստովանեց, որ չի կատարել ու էլի չի կատարելու։ Որովհետև դուք ուզել եք մի բան, ինքը առաջարկել է ուրիշ բան, 21 թվականին ձեզ հաջողեցրեց մոլորեցնել, 26-ին էլ եք մոլորեցվելու, վստահ եմ, որ ոչ։ Քննադատությունը շարունակեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։ Դուք ասում եք, եթե ես չլինեմ պատերազմ է լինելու։ Պատերազմը լինելու է ինչ որ բանի համար, չէ, եթե լինի։ Ինչ որ բանի համար, Ադրբեջանը, Միջանցք, չգիտեմ, տարածքներ, սահմանադրության փոփոխություն։ Եթե դուք լինեք, չի լինելու։ Այդ նշանակում է դուք պայմանավորվել եք, որ առանց պատերազմի եք այդ ամեն ինչը տալու։ Պարզ չի, որ ունենք պայմանավորվածություններ։ Այդ պայմանավորվածությունները ստորագրված, նախաստորագրված, մի մասն է վավերացված այդ պայմանավորվածությունների։ Բայց հենց այդ է, որ դուք ձեր ամբողջ քաղաքականությունը այդ պայմանավորվածությունների դեմ է, որը խաղաղության եւ կայունության անկյունակարն է, հիմքն է, այդ հիմքը, որ տակից քաշվեց, խաղաղությունն ու կայունությունը փլուզվելու է։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը առհասարակ քննարկումներին չմասնակցեց։